Մարիխուանայի միլիարդները Կալիֆորնիան կարևոր հարված է հասցրել ապօրինի կանեպի բիզնեսին, 100-ավոր տոննա թմրանյութ, միլիոնավոր դոլարի վնաս եւ տասնյակ ձերբակալություններ։ Մեմֆիսում դաշնային հատուկ խմբի հերթական գործողությունն ավարտվել է մահացու կրակոցով, սա 4 օրում երկրորդ նման դեպքն է։ Հյուստոնի դեպքից հետո կրկին ուշադրության կենտրոնում են այսի գործողությունները, Արմեդիայի լրատվական ակնարկը, որքան մարդ է զոհվել Թրամփի ներգաղթային արշավի ընթացքում։ Հարավային Կալիֆորնիան պատրաստվում է մի քանի օր տևող վտանգավոր շոկին, որտեղ է լինելու ամենաթեժը։ Հրադադարը կրկին հարցականի տակ, Միացյալ Նահանգները նոր հարվածներ է հասցրել Իրանին, իսկ Թեհրանը պատասխանել տարածաշրջանում նոր գործողություններով։ Այս եւ մի շարք այլ թեմաների մանրամասները հաջորդիվ։ Վիվալդի Քեթրինգ բազմազան փաթեթներից առաջատար ընտրությունը։ Փաթեթ ընտանեկան 5-ից 6 անձի համար, ընդամենը $150 plus tax։ Ընտանեկան եւ մեծ հավաքույթների համար հատուկ փաթեթ 10-ից 12 անձի համար, ընդամենը $300 plus tax։ Վիվալդի լանչ փաթեթ 10-ից 12 անձի համար, ընդամենը $150 plus tax։ Ընտրեք ձեր ճաշակին համապատասխան կոմբոն։ Վիվալդի Քեթրինգ, համի, որակի եւ առատության առաջատարը։ Արմեդիա YouTube-յան ալիքում ամենագլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, կանխավ շնորհակալություն մեզ մշտապես աջակցելու համար։ Իսկ եթե առաջին անգամ եք դիտում, ապա բաժանորդագրվեք ալիքին։ Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է նոր լայնածավալ գործողության մասին, որն ուղղված է ապօրինի կանեպի դեմ։ Այն աշխատանքային խումբը, որը ստեղծվել է 2022 թվականին, Կալիֆորնիայում առգրավել ու ոչնչացրել է 841,000 ֆունտ, մոտ 440 տոննա ապօրինի կանեպ, որի շուկայական արժենքը գերազանցում է 1.3 միլիարդ դոլարը։ Միայն 2026 թվականի ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում իրավապահները ոչնչացրել են ավելի քան 63,000 ֆունտ ապօրինի կանեպ, ավելի քան $104 միլիոն արժեքով։ Վերացրել են մոտ 90,000 կանեպի բույս, առգրավել են 17 հրազեն, ձերբակալել 24 մարդու, առգրավել ավելի քան $220,000 կանխիկ գումար։ Գործողություններն իրականացվել են Կալիֆորնիայի 10 շրջաններում։ Ամենախոշոր գործողությունը տեղի է ունեցել մայիսի 14-ից հունիսի 3-ը Թուլարե, Քերն եւ Լոս Անջելես շրջաններում։ Իրավապահները խուզարկել են 26 ապօրինի կանեպի աճեցման վայր, որտեղ հայտնաբերել են շրջակա միջավայրի բազմաթիվ խախտումներ եւ արգելված թունակի մկյատների օգտագործման դեպքեր։ Այդ գործողության ընթացքում ոչնչացվել է շուրջ 24,000 կանեպի բույս, ավելի քան 3,700 ֆունտ վերամշակված կանեպ, առգրավել է կանխիկ գումար, իսկ մի քանի անձիկ ձերբակալվել կամ ենթարկվել են պատասխանատվության։ Առավել մեծ ծավալի առգրավումներ են գրանցվել հետևյալ շրջաններում՝ Քերնում 25,122 ֆունտ, մոտ $41.5 միլիոն արժեքով, Ալամեդա 14,682 ֆունտ, $24.2 միլիոն արժեքով, Բյութում 6,748 ֆունտ, $11.1 միլիոն, Լոս Անջելեսում 4,704 ֆունտ, $7.8 միլիոն եւ Ստանիսլաուսում 3,693 ֆունտ, $61 միլիոն։ Նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ ապօրինի կանեպի դեմ պայքարը միայն չլիցենզավորված արտադրանքի առգրավման մասին չէ։ Խոսքը հանցավոր ցանցերի կազմաքանդման, ապօրինի զենքի առգրավման եւ նմանատիպ գործողության դադարեցման մասին է։ Եթե վտանգում եք մեր համայնքները, մենք կգործենք, ասել է Նյուսոմը։ Տեղափոխվենք Թենեսի նահանգ, այստեղ Մեմֆիս քաղաքում դաշնային հանցավորության դեմ պայքարի հատուկ խմբի անդամը կրակել ու սպանել է մի տղամարդու։ Սա վերջին 4 օրվա ընթացքում այդ խմբի մասնակցությամբ տեղի ունեցած երկրորդ մահաբեր կրակոցն է։ Իրավապահների տվյալներով կասկածյալը գտնվել է հյուրանոցի համարում եւ հրաժարվել է բացել դուռը, ինչից հետո գործակալները ուժով են ներխուժել սենյակ։ Մարշալների ծառայությունը սկզբում հայտարարել էր, որ տղամարդը սպանվել է, երբ ատրճանակ է ուղղել հատուկ խմբի անդամների վրա, սակայն դեպքը քննող Թենեսիի քննչական բյուրոն ավելի ուշ հրապարակել է ավելի մեղմ հայտարարություն, նշելով միայն, որ դեռևս անհայտ պատճառներով իրավիճակը սրվել է, ինչի արդյունքում գործակալը կրակ է բացել։ Զոհվածի ինքնությունը դեռևս չի հրապարակվել։ Օրերս նույն հատուկ խմբի 2 ազգային գվարդիականներ կրակել եւ սպանել էին 20-ամյա Թայրին Ջոնսոնին։ Իրավապահները պնդում են, որ նա հետապնդման ընթացքում զենքը ձեռքին շրջվել էր իրենց ուղղությամբ։ Ջոնսոնի տանիքը պահանջում է հրապարակել մարմնի տեսախցիկների տեսագրությունները որպես ապացույց։ Թմրամիջոցների դեմ պայքարի գործակալությունից անցնենք ներգաղթի եւ մաքսային ծառայությանը։ Տեքսասի Հյուսթոն քաղաքում այսի դաշնային գործակալի կողմից 52-ամյա Լորենցո Սալգադո Արաուխոյի սպանությունը դարձել է առնվազն 8-րդ մահացու դեպքը, որը գրանցվել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներգաղթի դեմ պայքարի գործողությունների ընթացքում։
Ներքին անվտանգության նախարարության նույն ինքը DHS-ի տվյալներով մեքսիկացի Արաուխոն փորձել է խուսափել ձերբակալությունից եւ ավտոմեքենայով հարվածել դաշնային գործակալին, ինչից հետո վերջինս կրակ է բացել, պնդելով, որ գործել է ինքնապաշտպանության նպատակով։ Վերջին ամիսներին մի քանի դեպքերում հրապարակված տեսագրությունները հակասում են դաշնային գործակալների նախնական բացատրություններին, սակայն մինչ այժմ այդ գործերով ներգաղթի ծառայության որևէ աշխատակից քրեական պատասխանատվության չի ենթարկվել։ Վերջին մահաբեր դեպքերից մի քանիսը մարտ 2025 Տեքսաս։ Ներքին անվտանգության նախարարության գործողության ընթացքում սպանվել է 23-ամյա ԱՄՆ քաղաքացի Ռուբեն Ռեյ Մարտինեսը։ Իրավապանները պնդում էին, որ նա մեքենայի վրա երթի է ենթարկել գործակալին, սակայն ընտանիքը հայտնել է, որ քննիչներն իրենց տեղեկացրել են տեսագրության մասին, որը հակասում է այդ վարկածին։ Հունվարի 24 Մինեապոլիս։ Սահմանապահ գործակալության աշխատակիցը բողոքի ակցիայի ժամանակ կրակել ու սպանել էր 37-ամյա Ալեքս Պրետի։ Սկզբում իշխանությունները նրան ներկայացրել էին որպես զինված սպառնալիք, սակայն ականատեսների տեսագրություններում երևում էր, որ նրա ձեռքում ընդամենը բջջային հեռախոս էր։ Հունվարի 7 Մինեապոլիս։ Այսի գործակալը կրակել ու սպանել էր ԱՄՆ քաղաքացի Ռենե Գուդի։ Տեսագրությունները ցույց են տալիս, որ նրա մեքենան շրջվում էր գործակալից հակառակ ուղղությամբ, մինչդեռ իշխանությունները շարունակում են պնդել, որ նա գործակալի կյանքը վտանգել էր։ Սեպտեմբերի 12, 2025 թվական Չիկագոյի արվարձան։ Այսի կրակոցներից զոհվել է 38-ամյա մեքսիկացի Սիլվերիո Վիլերգաս Գոնսալեսը հուլիսի 10, 2025 թվական Կալիֆոռնիա։ Այսի խուզարկության ժամանակ 57-ամյա գյուղատնտեսական աշխատող Խայմե Ալանիսը թաքնվելիս ընկել է ջերմոցի տանիքից եւ 2 օր անց մահացել հիվանդանոցում։ Օգոստոսի 14, 2025 թվական Կալիֆոռնիա դարձյալ 52-ամյա Գվատեմալայի քաղաքացի Ռոբերտո Կարլոս Մոնտոյան մահացել է ավտոմայրուղու վրա, երբ այսի գործողության ժամանակ փախչելիս նրան հարվածել է ամենագնացը։ Հոկտեմբերի 23, 2025 թվական Վիրջինիա 24-ամյա հոնդուրասցի Խոսուե Կաստրո Ռիվիերան մահացել է, երբ երթևեկելի հատվածով փախչելու ընթացքում նրան վրա երթի է ենթարկել պիկապ մեքենան։ Մնանք ամեն դեպքում այս լուրի շրջանակում Տեքսասի Հյուսթոն քաղաքում ավելի քան 1000 մարդ բողոքի երթի է մասնակցել Լորենցո Սալգադո Արաուխոյի հիշատակին։ Ցուցարարները հավաքվել են այն վայրի մոտ, որտեղ այսի գործակալները կրակել էին աշխատանքի մեկնող Արաուխոյի վրա։ Կոնգրեսական Ալ Գրինը ելույթի ժամանակ ասել է. «Մենք չենք կարող թույլ տալ, որ այստեղ զոհված մարդու կյանքը կորչի առանց արդարության, առանց պատասխանատվության եւ առանց լիարժեք թափանցիկության»։ Նա նաև հայտարարել է, որ պատրաստվում է կոնգրեսում ներկայացնել նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի վերաբերյալ հոդվածներ նրան պաշտոնից հեռացնելու նպատակով։ Բողոքի ակցիայի ավարտին ներկաները հայտարարել են, որ շարունակելու են պայքարը, մինչև գործի բոլոր հանգամանքները բացահայտվեն եւ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Եղանակի մասին ազգային օդերևութաբանական ծառայությունը առաջիկա օրերի համար Կալիֆոռնիայում հայտարարել է շոգի նախազգուշացում, հատկապես Լոս Անջելեսի եւ Վենտուրայի շրջաններն են վտանգված։ Նորմայից բարձր ջերմաստիճաններ են սպասվում ու նախազգուշացումը գործում է մինչև երեքշաբթի առավոտյան ժամը 10-ը։ Այն վերաբերելու է Լոս Անջելես ու Վենտուրա շրջանների մի շարք տարածքներին, այդ թվում Լոս Անջելեսի կենտրոնին, ներքին ափամերձ շրջաններին եւ Վենտուրայի հյուսիսային լեռնային գոտիներին։ Օդերևութաբանների կանխատեսմամբ ափամերձ հովիտներում օդի ջերմաստիճանը կհասնի 85-ից 90 աստիճան Ֆարենհեյթի, մոտ 29-ից 32 աստիճան Ցելսիուսի, իսկ ներքին հովիտներում 90-ից 105 աստիճան, մոտ 32-ից 41 աստիճան ըստ Ցելսիուսի։ Առողջապահության մասնագետները բնակիչներին խորհուրդ են տալիս հնարավորինս խուսափել կեսօրվա ժամերին բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից, հաճախակի ջուր խմել, հնարավորության դեպքում մնալ օդորակվող տարածքներում ջերմային հարվածից խուսափելու համար։ Մասնագետները նաև հիշեցնում են, որ երեխաներին եւ կենդանիներին չի կարելի թողնել փակ մեքենաներում, իսկ շներին խորհուրդ չի տրվում զբոսանքի տանել օրվա ամենաշոգ ժամերին, քանի որ տաք ասֆալտը կարող է այրել նրանց թաթերը։ Օդերևութաբանները նաև նշում են, որ հաջորդ շաբաթ հնարավոր են կեսօրից հետո եւ երեկոյան ամպրոպներ, որոնք կարող են բարձրացնել օդի խոնավությունը ու շոգն ավելի ծանր տանելի կդառնա։ Այսօր վաղ առավոտյան Միացյալ Նահանգների զինված ուժերը նոր ավիահարվածներ է հասցրել Իրանին, ընդամենը 3 նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Հորմուզի նեղուցում նավերի վրա Իրանի հարձակումները փաստացի վերջ են դրել հրադադարին։ Իրանը պատասխանել է թիրախավորելով Միացյալ Նահանգների դաշնակիցներ Բահրեյնը, Քուվեյթը եւ Կատարը, ինչպես նաև մեղադրել է Վաշինգտոնին իր միակ գործող ատոմակայանի հարևանությամբ հարվածներ հասցնելու մեջ։ Վերջին օրերին փոխադարձ հարվածները բազմիցս վտանգել էին ժամանակավոր հրադադարը, սակայն այս անգամ գործողություններն ավելի լայնածավալ են եղել։ Նախագահ Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ սա դեռ չի նշանակում, որ Միացյալ Նահանգները վերադառնում է լիարժեք պատերազմի։ Թեև Հորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը շարունակվում է, սակայն իրավիճակը մնում է անկայուն։
Անընդմեջ մի քանի օր է ինչ շարունակվում է պահպանողական ակտիվիստ Չարլի Քրքի սպանության գործով դատական լսումները։ Այսօր դատախազները ներկայացրել են նոր ապացույցներ, որոնք ըստ նրանց վկայում են մեղադրյալ Թայլեր Ռոբինսոնի մասնակցության մասին։ Դատարանում հրապարակվել է Ռոբինսոնի սենյակակցի եւ միևնույն ժամանակ նրա զուգընկերոջ Լենս Թվիգզի հարցաքննության ձայնագրությունը։ Նրա խոսքով սպանություն հաջորդ օրը Ռոբինսոնը իրեն ասել է, որ ափսոսում է, որ դա արել է։ Դատախազները նաեւ ներկայացրել են սոցիալական հարթակից հաղորդագրություններ, որոնցում Ռոբինսոնը իշխանություններին հանձնվելուց մոտ 1 ժամ առաջ գրել է. 3 Յութայի հովտի համալսարանում ես էի։ Պաշտոնական կողմը փորձել է կանխել այս նյութերի հրապարակումը, պնդելով, որ դրանք կարող են ներկայացվել որպես խոստովանություն եւ վնասել Ռոբինսոնի արդար դատաքննության իրավունքին։ Սակայն դատավորը որոշել է թույլատրել խմբագրված տարբերակի հրապարակումը։ Թայլեր Ռոբինսոնը մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքներով սպանության մեջ, նա դեռևս չի ընդունել մեղադրանքը։ Դատախազների պնդմամբ Ռոբինսոնը նախապես գրել էր Թվիգզին ուղղված գրություն, որտեղ նշել էր. «Ես հնարավորություն ունեմ վերացնելու Չարլի Քրքին եւ ես դա անելու եմ»։ Նրանք նաեւ ներկայացրել են հաղորդագրություն, որտեղ ըստ մեղադրանքի Ռոբինսոնը գրել էր, որ թիրախավորել է Քրքին, քանի որ հոգնել էր նրա ատելությունից։ Դատանում ներկայացվել են նաեւ հաղորդագրություններ, որոնցում Ռոբինսոնը մտահոգություն է հայտնել, թե արդյոք իր պապի հրացանի վրա մատնահետքեր կմնան։ Քննիչների կարծիքով հենց այդ հրացանն է օգտագործվել սպանության ժամանակ։ Ներկայացվել են նաեւ փամփուշտների վրա արված փորագրությունների վերաբերյալ հաղորդագրություններ։ Դատական նիստին ներկային եղել ինչպես Չարլի Քրքի ընտանիքի անդամները, այնպես էլ մեղադրյալի ծնողները եւ եղբայրները։ Հաղորդագրությունների հրապարակման ժամանակ Ռոբինսոնի մայրը լաց է եղել դատարանի դահլիճում։ Նախնական դատական լսումների ավարտից հետո միայն դատավորը կորոշի, արդյոք ներկայացված ապացույցները բավարար են գործել լիարժեք դատաքննության փուլ տեղափոխելու համար։ Եվ որ վերջին լուրը Ֆլորիդայի Palm Beach միջազգային օդանավակայանը այսօրվանից պաշտոնապես գործում է նոր անվամբ՝ President Donald J. Trump International Airport։ Օդանավակայանում արդեն հանել են 5 ցուցանակները եւ տեղադրել նորերը։ Ղեկավարությունը հայտնել է, որ ամբողջական վերափոխումը ժամանակ կպահանջի, ուստի առաջիկա շաբաթներին ուղևորները կտեսնեն ինչպես հին, այնպես էլ նոր անվամբ ցուցանակներ։ Նոր անվամբ օդանավակայանում առաջին վայրեջքը կատարել է Trump Force One ինքնաթիռը Boeing 757-ը, որը պատկանում է The Trump Organization ընկերությանը։ Ինքնաթիռ ուղևորների թվում է եղել նախագահի որդին Էրիկ Թրամփը։ Թրամփների ընտանիքը հաճախ է օգտվում այս օդանավակայանից, երբ այցելում է Ֆլորիդայի Mar-a-Lago առանձնատուն։ Ավելի վաղ օդանավակայանից դեպի առանձնատուն տանող ճանապարհը նույնպես վերանվանվել էր Donald J. Trump Boulevard։ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դե Սանտիսն է ստորագրել անվանափոխության օրենքը։ Նախագծի իրականացումը, ներառյալ նոր ցուցանակները, բրենդավորումը եւ այլ փոփոխությունները գնահատվում է մինչեւ $5.5 միլիոն։ Այսօր նաեւ Թենեսի նահանգում տեղի է ունեցել եւս մեկ արարողություն։ Այ 40 մայրուղու կամուրջը պաշտոնապես վերանվանվել է Donald J. Trump Bridge։ Միջոցառմանը մասնակցել են Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սկոտ Բեսենտը, սենատորներ Մարշա Բլեքբերնը, Բիլ Հեգերթին եւ կոնգրեսական Թիմ Բուրչետը։ Այսքանն էինք առանձնացրել լուրերից, դուք մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, դա մեզ համար շատ կարևոր է, ինչպես նաև լայքել յուրաքանչյուր տեսանյութ, որը դիտում եք։ Սակայն միջև որ կեզրափակեմ, կցանկանամ շնորհակալություն հայտնել մեր գործընկերոջը Vivaldi Catering-ին, եթե ձեր առաջիկա միջոցառումը վստահեք մեր գործընկերոջը եւ պատվերի ժամանակ նշեք, որ իրենց մասին տեղեկացել եք Armediaից, այսինքն մեզանից, ապա կստանաք անակնկալ նվեր։ Իդեպ, ինչպես առցանց, այնպես էլ հեռախոսահամարին զանգարելով կարող եք գրանցել ձեր պատվերները։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Ամենակարևորը՝ առողջ եւ խաղաղ եղեք։ Ցտեսություն։